Բարև ձեզ, Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք միշտ հետևել եք քաղաքական գործընթացներին, ազգային ժողովի աշխատանքներին, հատկապես որ ազգային ժողովը նոր է ձևավորվում, Գերագույն խորհրդից սկսած ունենք արդեն 9-րդ գումարման ազգային ժողովը, որը սկսել է իր աշխատանքները, իհարկե ղեկավար մարմնի ընտրություններն են դեռևս հանձնաժողովի նախագահների եւ այլն, եւ կան որոշակի ըստ երևույթին պատկերացնություններ, թե ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու առաջիկա 5 տարիներին, եթե արտահերթ զարգացումներ չլինեն։ Եվ ձեր տպավորությունը ինչպիսի ազգային ժողով ունենք, ինչ տպավորություն ունենք։ Եթե առաջին Գերագույն խորհուրդ անենք 91 թվականից անմիջապես հետո եղածը, որը իր որակով էապես առանձնանում է հաջորդ բոլորից, ապա հաջորդ բոլորի մասին կարող եմ ասել մեկը մյուսից ավելի վատ։ Մենք ունեցել ենք 95 թվականի պարլամենտական ընտրություններ, որոնց արդյունքում ունեցել ենք ազգային ժողով, որը եղել է շատ ավելի վատը, քան նախորդ Գերագույն խորհուրդներ, դրան հաջորդողները նույնպես այդպես են եղել։ Հիմա հույս, որ այս մեկը կլինի շատ ավելի լավը, քան սրա նախորդներ, մեծ հույսեր չկան, բայց ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ օրինակ այսպեսի մի հերթապահ հարց կա, որ երբեմն ազգային ժողովների դեպքում, ընտրությունների դեպքում տալիս են, ասում են, ազգային ժողովի կազմը համապատասխանում է մեր ընտրողների, քաղաքացիների տրամադրություններին, քաղաքական տրամադրություններին։ Ըստ ձեզ։ Առաջին հայացքից թվում է, թե հարցը շատ պարզ է, բայց իրականում բավականին բարդ հարց է, որովհետև եթե նախկինում, ասենք, մինչև 2018 թվականը ընտրությունները կեղծվում էին բոլորովին այլ կերպ, այսինքն կազմվում էին նախընտրական ցուցակները, ովքեր պետք է դառնան պատգամավոր, համաձայնեցվում էին Բաղրամյան 26-ում եւ վերջ, եւ նշանակություն չուներ, թե ընտրողը ում կընտրի կամ ինչպես կընտրի կամ ինչպիսի ցանկություններ ունի եւ ինչ քաղաքական ակնկալիքներ ունի, այդ կազմված ցուցակներով մարդիկ անցնում էին ազգային ժողով։ 2018-ից հետո ընտրությունների մասին ես չեմ կարող միանշանակ ասել կեղծված այն առումով, որ մենք գիտենք կեղծված ընտրություն, գնված, վաճառված ընտրություններ։ Ըստ էության ընտրությունները, զարգացումները, նախընտրական հատկապես զարգացումները եղել են ավելի շատ պոպուլիզմի, սուտ խոստումների հիման վրա եւ կարող եմ ասել, որ ավելի շատ եւ նախորդ խորհրդային ժողովը, ազգային ժողովը եւ այս ազգային ժողովը ավելի շատ այս վերջին երկու ազգային ժողովները ձևավորվել են մոլորված ընտրողի ընտրության հաշվին։ Եվ ինչքանով են մեր ընտրողը մոլորված ցույց է տալիս այս պարլամենտները, ցույց են այս վերջին երկու պարլամենտները կարողացել են մոլորեցնել ընտրողին եւ ունենք հիմա այս վիճակը եւ մենք ունենք այո շատ մոլորված ընտրողներ, շատ մոլորված քաղաքացիներ, որովհետեւ մենք ապրում ենք շատ բուռն ժամանակահատվածում 2020-ի պարտությունը, պատերազմը, ջախջախիչ պարտությունը, որը ծանրացել է մեզանից յուրաքանչյուրի ուսերին եւ այդ ծանր վիճակում, երբ սկսում են արդեն մանիպուլացնել մեզ, խաղալ մեր զգացմունքների հետ, խաղալ մեր մտքերի հետ, ժամանակ այո մենք մոլորվում ենք։ Դուք ասում եք ընտրակեղծիքներ նախորդիվ այս անգամ համատելի չէ, նախընտրական շրջանում էլ անգամ մինչև հիմա էլ հրապարակումներ կան, ձայնագրություններ կան ընտրակեղծիքների հետ կապված, գնված քվեների հետ կապված, այդուհանդերձ մենք չենք կարող ասել, որ ընտրությունները ինչ որտեղ նաև գնված են եղել։ Չեմ կարող պնդել դա, նախ դրանք դեռ դատական հանգուցալուծում չունեն եւ ապացույցները չկան, սա մեկ, եւ երկրորդը եթե իշխանությունները կանխամտածված ընդդիմադիր տեխնացուի գրասենյակի յուրաքանչյուր աշխատողի, որին կարող էին եւ վճարել իր աշխատանքի դիմաց ձերբակալես եւ ասես, որ դա ընտրակաշարք է, ոչ թե ասենք ես չգիտեմ, պետք է դեռ իշխանությունները կարողանան ապացուցել, որ այդ բոլոր հայտարարությունները իրականում քվեի համար էին։ Սա մեկ եւ երկրորդը, եթե նույնիսկ դա այդպես է, ապա դա համատարած չի եղել։ Իսկ ես խոսում էի նախորդ ընտրությունների մասին, որոնք համատարած էին։ Մենք բոլորս, ես անձամբ, կարող եմ միայն իմ անունից խոսել, ես անձամբ որպես ակտիվ քաղաքացի եւ որպես իրավապաշտպան լինում էի տեղամասերում, գրում էի, տեսնում էի, թե ինչպես են։ Այդ ամբողջը բացահայտ էր արվում, ավտոմեքենան կանգնած էր լինում ընտրատեղամասից ոչ հեռու, ծառի տակ ստվերում, եթե ամառ է, ապա եւ սկսում էին արդեն մարդիկ մոտենում էին
Բացահայտ բաժանումներ այո, բաժանումներն է բացահայտ։ Ինչպես է գնահատում։ Տեսեք, երկու ընդդիմադիր խմբակցություն, երկուսն էլ մեծ այդ հարցը ավելի հեշտ է։ Ավելի հեշտ է այդ հարցին պատասխանել, ապա քաղաքական դեմքեր ես չեմ տեսել, չեմ տեսնում եւ հույս էլ չունեմ թե կտեսնեմ։ Եվ ընդդիմադիր տեխնացուների ճամբարում եւ այս ճամբարում մարդիկ, որոնք քաղաքականացված չեն, չունեն քաղաքական կենսագրություն, չունեն քաղաքականության մասին պատկերացումներ, Փաշինյանի ասած իզմերը չունեն, այդ իզմազուրկ են, գաղափարազուրկ են, ապա քաղաքական պարլամենտ է։ Եկող արդեն ընտրությունները կամ հանրակրվեները, քվեարկությունները առհասարակ մենք ունենալու ենք մի հատ հետաքրքիր նորամուծություն, դուք գիտեք այդ մասին, որ նախորդ ազգային ժողովը իր վերջին օրերին օրենք ընդունեց, որ քվեարկությունից հաջորդ ընտրությունների մոտ 2 տարվա ընթացքում 1 տարի Հայաստանում չապրած քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները իրավունք չեն ունենալու մասնակցության ընտրություններին։ Ինչպես է գնահատում դուք այդ օրենսդրական այդ փոփոխությունը, գիտեք ինչ պատճառաբանությամբ իշխանությունները դա բերեցին եւ ընդունեցին եւ արդյոք արդարացված եք համարում դա։ Չէ, դա արդարացված չի։ Դա իշխանությունների տեսանկյունից գուցե արդարացված է, որովհետեւ նրանք իրենց խնդիրներն են լուծում, բայց դա բոլորովին արդարացված չի, երկրի քաղաքացին պետք է իրավունք օժտված է ընտրելու եւ ընտրվելու իրավունքով եւ որևէ մեկ իրավունք չունի եւ չպետք է կարողանա զրկել քաղաքացուն այդ իրավունքից միայն այն պատճառով, որ քաղաքացին ինչ-որ ժամանակահատված իր երկրում չի ապրում։ Բազմաթիվ են Ամերիկայի քաղաքացիներ, որ ապրում են Հայաստանում, բայց ընտրությունների ժամանակ գնում են եւ իշխանություններն ասում են, հատկապես Ռուսաստանի դեպքում, որ ներգործություն կա Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների վրա, որ նրանք կարող են որոշակի ցուցումներով կամ որոշակի ճնշման ազդեցությամբ ընտրություն կատարել ու դա ազդի արդյունքների։ Շատ հնարավոր է, որ կա նման վտանգ։ Շատ հնարավոր է, երբ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ քննարկվում էր երկքաղաքացիության մտցնելու այդ խնդիրը, ես եղել եմ շատ ակտիվ ընդդիմախոսներից մեկը։ Երկքաղաքացիության։ Այո, երկքաղաքացիության ակտիվ ընդդիմախոսներից մեկն եմ եղել, ունեմ բազմաթիվ հոդվածներ, հրապարակված հարցազրույցների հսկայական շարք, մասնակցել եմ քննարկումներին եւ միշտ դեմ եմ արտահայտվել, որովհետեւ ես այն ժամանակ պնդում էի, որ չպետք է Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող մարդիկ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վճռելու իրավունք ունենան։ Հատկապես մեր պարագայում, երբ դրսում շատ ավելի շատ մարդ է ապրում, հայաստանցի, քան Հայաստանում։ Բայց այս դեպքում էլ կարող են։ Այո, բայց ընդունվեց երկքաղաքացիությունը, կա արդեն դա, եւ վերջ, ինչ է նշանակում ըստ քմահաճույքի փոխել դա։ Չի, այդ դեպքում կարելի է ընդհանրապես, ասենք, ինչ որ նպատակահարմարություններից ելնելով միայն դրսում ապրող քաղաքացիների քվեները ստանալ, իսկ դերսիններին արգելել։ Ասենք մի հատ էլ օրենք ընդունենք, ովքեր որ ապրում են Հայաստանի ներսում, չպետք է դժգոհեն իշխանություններից, իրենց դժգոհությունը ընտրությունների միջոցով չպետք է արտահայտեն, զրկում ենք նրանց ընտրելու իրավունքից, այլ Գլենդելում ապրող հայերը, որոնք շատ գոհ են իրենց կյանքից, եւ Փարիզում ապրող հայերը ընտրելու իրավունք ունեն։ Թող գան եւ ընտրեն։ Կամայական իշխանություն կարող է նաեւ այսպեսի, այսինքն ըստ իշխանավորի կամքի զրկել քաղաքացիների մի մասին, Հայաստանի Հանրապետություն անձնագիր ունեցող քաղաքացիների մի մասին ընտրելու իրավունքից չի կարելի։ Եթե չլիներ երկքաղաքացիության սկզբունքը, չլինի նաեւ այս խնդիրը, բայց արդեն կա։ Այդ դեպքում ինչ անել այդ արտաքին ազդեցությունից զերծ մնալու համար, ինչը կարող է իսկապես արդյունքների վրա ունենալ ճնշող ազդեցություն։ Կան բազմաթիվ օրինակ տեսեք, օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ անցավ երկքաղաքացիությունը ընդունվեց, այնուհետև իշխանությունները շատ արագ հասկացան, որ դրսում ապրող հայերի քվեների վրա ազդել իրենք չեն կարող, գոնե հաշվարկի փուլում չեն կարող ազդել, նրանց ընդհանրապես լծակներ չունեն նրանց վրա ազդելու, եւ այդ մարդիկ իրենց մեծամասնությամբ իշխանությանը դեմ են քվեարկելու։ Քոչարյանի ժամանակ ոչինչ կայացվեց, որ այդ մարդիկ որ դրսում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս քվեարկություն չի իրականացվելու։ Մինչ այդ իրականացվում էր դեսպանատներում, որտեղ որ հոց հայկական համայնքներ կային, այդ հատվածներում, այո, ընտրություններ կարելի էր։ Հիմա այս անգամ էլ եթե դեռ այսօր էլ գործում է Քոչարյանի մշակած այդ կարգը, դրսում ընտրություններ չկան եւ վերջ նրանք ինչպես եք պատկերացնում 3-4 միլիոն հայերի վերադարձը Հայաստան եւ քվեարկության մասնակցություն։ Նույնիսկ այս դեպքում, երբ այդքան մեծ աղմուկ կար, ես չեմ տեսել։ Ազդեցությունը քիչ է ամեն դեպքում։ Ազդեցությունը ոչ թե քիչ է, այլ ազդեցության մասին խոսակցություններն են շատ։ Ազդեցություն չկա եւ չի կարող լինել։ Ինչքան մարդ պետք է գա քվեարկելու Պուտինի հանձնարարությամբ Հայաստանում։
Եթե նույնիսկ նրանց վճարեն, գումարը կվերցնեն չեն գա, իրանք Եգիպտի գան հասնեն Հայաստան ինչ որ քվեարկության մասնակցելու։ Հաշված մարդիկ են գալիս, տասնյակների մասին է խոսքը, լավ հարյուրների մասին, բայց հազարների մասին անգամ խոսք լինել չի կարող։ Բարձր։ Ձեր կարծիքով Հայաստանում քաղաքաբանտարկյալներ կան, ընդդիմությունը բարձրաձայնում է, որ իրենց ցանկացած աջակից, որ հիմա բանտում է, կալանավորված է, նրանք քաղաքաբանտարկյալ են։ Տեսեք, միայն այդ հարցը արդեն ինքնին խոսում է այն մասին, որ Հայաստանում կա խնդիր քաղաքական նկատառումներով հետապնդման խնդիր։ Եթե չլիներ այդ խնդիրը լրագրողների մոտ ոչ միայն ձեր, բոլոր լրագրողներն էլ այդ հարցը տալիս են։ Լրագրողների մոտ այդ հարցը չեր ցակի, ինչքան էլ որ կողքից ինչ որ մեկը հայտարարեր, թե իմ հորեղբոր տղան կամ իմ ընկերը կամ իմ գաղափարակիցը քաղաքաբանտարկյալ է։ Բոլորը կհասկանային եւ կիմանային, որ ոչ նա քաղաքաբանտարկյալ չի, նա գրպանահատ է ենթադրենք կամ վթարի հետևանքով է հայտնվել կամ ինչ որ պատճառով քրեական։ Եթե այս հարցը ամենայն լրջությամբ հնչում է, դա նշանակում է, որ մենք դեռ այդ խնդիրը ունենք։ Այո, կան Հայաստանում մարդիկ, որոնք հետապնդվում են քաղաքական նկատառումներով։ Որոնք են։ Դե բոլոր նրանք, ովքեր որ իրենց կուսակցական կամ քաղաքական գործունեության հետևանքով հայտնվել են կներեք։ Ես իմ խոսքը, ես անուններ հիմա չեմ հնչեցնի, որովհետև բոլորի անունները չի որ գիտեմ, մեկին կասեմ, մյուսինը չեմ ասի, մի քիչ անհարմար վիճակ կստացվի։ Բոլոր նրանք, ովքեր որ հետապնդվում են իրենց ծավալած քաղաքական գործունեության հետ կապված, այդ գործունեության հետ կապված հայտնվում են իշխանության թիրախում, նույնիսկ ոչ իշխանության թիրախում, այլ համար մեկ իշխանավորի թիրախում, որովհետև բոլոր նրանք, ովքեր հայտնվել են բանտում, նրանց բոլորի մասին Փաշինյանը մի բան ասել է։ Պատկերացրեք, եթե երկրի այն հանգամանքից, որ այդ խոսքի Փաշինյանի ասացի կամ իրականում նրանց կալանավորելու, ձերբակալելու մեջ կա իրական հիմք։ Ես չգիտեմ, կա իրական հիմք, թե ոչ, դա արդեն դատարանով երբ որ կլինի կիմանանք։ Ես չգիտեմ, կա իրական հիմք, թե ոչ, բայց Փաշինյանը ինքն է հանձն առնում, իր վրա է վերցնում նա պատասխանատվությունը։ Եթե երկրի առաջին դեմքն է խոսում մարդու կալանավորելու մասին, առաջին դեմքը վարչապետն է ասում, այս ինչյան, այս ինչին պետք է կալանավորեք, այս ինչ հոդվածով խափանման միջոցն էլ պետք է ընտրեք, այս ինչ խափանման միջոցը։ Դա արդեն ինքնին քաղաքական է։ Արդեն դա քաղաքական է, եթե նույնիսկ այդ մարդուն ասում է ես տեղյակ եմ, տեսել եմ, որ գրպանահատությամբ է զբաղվում։ Եթե վարչապետն է ասում, այդ գրպանահատը դառնում է քաղաքական բանտարկյալ։ Իսկ կաթողիկոսին գիտեք դատարանի առաջ հիմնական գնաց եւս 7 այո հոգեվորականներ բարձրաստիճան հոգեվորականներ այդ գործընթացը ինչպես է գնահատում։ Դա առիթ ունեցել եմ քանի անգամ ասելու կարող եմ ուղղակի կրկնվել, դա խարան է, դա մեր ամոթն է, որ դաջվելու է եւ դաջված է արդեն մեր ճակատին, մեր երկրի ճակատին, մեր ասելով ես նկատի ունեմ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ճակատին։ Անկախ դրանից թե ով է կաթողիկոսը, ինչպիսին է նա, մենք սիրում ենք նրան, չենք սիրում նրան կամ ես ինչպես եմ նրան վերաբերվում, դա նշանակություն չունի։ Հայաստանի հոգևոր առաջնորդն է, եկեղեցու հայրը, եւ եկեղեցին անջատ է պետությունից։ Պետությունը ոչ մի իրավունք եւ ոչ մի լիազորություն չունի խառնվելու եկեղեցու գործերին, առավել եւս կոչ անելու կամ զբաղվելու երկրի եկեղեցու բարենորոգմամբ։ Այդ թող պետությունը բարենորոգեն։ Թող մեր հոգսերը հոգան, թող հրազանի կիրճը մաքրեն, աղբից։ Ես 3 քայլել եմ քաղաքապետարանի շրջակայքում, եղել եմ, շատ մաքուր, շատ սիրուն, շատ լավ, մշակված, այսինքն նրանք գիտեն, կառավարության շենքի մոտ է շատ մաքուր, շատ լավ, նրանք գիտեն, որ մաքրությունը լավ բան է, բայց 50 մետր նրանց շենքերից, նրանց առանձնասենյակներից հեռանում ես, աղբի մեջ կորած է այս քաղաք, թող բարենորոգեն այս երկիրը, այս 8 տարի իշխանության են, զբաղվում են եկեղեցու դա իրենց ինչ հոգսն է, որ իրավունքով, որ սահմանադրությամբ, որ օրենքի, որ կետով։ Ասենք սահմանադրությանը, գիտեք, որ սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում, նախագիծը կարծեք թե արդեն կա, չեն հրապարակում։ Դուք Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կամ ինչպես իշխանություններն են ասում նոր սահմանադրության կարիք տեսնում եք, անհրաժեշտություն տեսնում եք, եթե այո, ինչ փոփոխություններ եք ցանկանում։ Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարաձգելու նպատակով սահմանադրությունը փոխեց, երկիրը հռչակեց պարլամենտական, որպեսզի ինքը շարունակի իշխանավարել, այդ վարքյանից ես անընդհատ խոսել եւ գրել եմ եւ անընդհատ մտածել եմ, որ այդ սահմանադրությունը պետք է փոխվի։ Կամ պետք է հետ բերվի հինը,
Կամ եթե հինը հետ բերելու տարբերակ չեն տեսնում կամ չեն ցանկանում, ապա անպայման փոխվի սահմանադրությունը եւ Հայաստանը լինի նորից կիսանախագահական, ինչպես էր, որովհետեւ դա է ճիշտ ճանապարհը մեր երկրի իմ կարծիքով համար, բայց երբ 2018-ը եկավ, ես վստահ էի, որ առաջին քայլերից մեկը դա է լինելու 2019-ին ես շատ լավ Նիկոլ Փաշինյանն էլ այն ժամանակ արդյոք թե տալիս է Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ մի քանի իրարամերժ հայտարարություն արեց բայց հետո ասեց որ անհրաժեշտությունը չի տեսնում կառավարման կարգը մնալու է նույնը չէ կառավարման կարգը նա երբեք չի փոխի նա 600 հատ սահմանադրություն կարող է փոխել բայց կառավարման կարգը կթողնի պարլամենտական որովհետև պարլամենտական կարգը Փաշինյանին հնարավորություն է տալու անընդհատ ընտրվելու Այն խնդիրը որ լուծում էր Սերժ Սարգսյանը իր դե կընտրվի օրենքով այո իրավունք ունի ոչ ոք չի կարող նրան ասել Փաշինյանին թե ինչու ես դու երրորդ անգամ Դուք էլ ասում եք ընտրությունները չեն կեղծվում այնպես Դա կեղծիք չի, սա կեղծիք չի, սա օրենքով է Փաշինյանը նկատի ունեմ ընդհանրապես ընտրությունները անկախ սահմանադրությունից Դե հիմա եթե ինքը կարողանա էլի իր պոպուլիզմով, էլի իր միջոցներով ինչ որ ճանապարհներով ձայներ ստանալ, միշտ էլ կկարողանա ընտրվել Ես կարծում եմ այո Հայաստանը պետք է ունենա նոր սահմանադրություն Այդ սահմանադրությունը պետք է վերադարձնի Հայաստանին նախագահական կառավարման համակարգը, կիսանախագահական կառավարման համակարգը, բայց ես չեմ կարծում, թե Փաշինյանը կգնա այդ քայլին։ Փաշինյանը այո կունենա նոր սահմանադրություն, այնպիսի սահմանադրություն, ինչպիսին պահանջում են նրանից Ադրբեջանից եւ կպահպանի կարծում եմ պարլամենտական համակարգ Ադրբեջանը պահանջում է հիմնականում սահմանադրության մեջ հղում չլինի անկախության հռչակագրին Փաշինյանն էլ ասում է դա կոնֆլիկտային տրամաբանություն ունի այդ հղում եւ անկախության հռչակագիրը եւ արդյոք մենք շատ բան կկորցնենք մեր ինքնությունը մեր պետականությունը ընդհանրապես որ անկախ նրանից Ալիևն է պահանջում կամ ընդհանրապես պետք է լինի թե ոչ անկախության հռչակագիրը արդեն հարցը չլինի սահմանադրության մեջ չլինի հղում անկախության հատկապես որ ես դուք շատ լավ կհիշեք մեր տաղավարում մի քանի գործիչներ դեռևս Գերագույն խորհրդից հիշողություններ ունեցող վկայում են որ այդ հղման պահանջը ստիպողաբար է ստիպված է Լևոն Տեր-Պետրոսյանը դա դրան գնացել դուք հիշեք այդ Ես տեղյակ եմ այդ զարգացումներից այն տարիների Այո, խնդիրը հռչակագրում ընդհանրապես այդ ներառելն էր Եղեռնա, Մևան Տեր-Պետրոսյան եւ ոչ միայն ինքը մի խումբ քչաթիվ խումբ պաշում էին, որ դա կոնֆլիկտային չի կարելի, որովհետեւ մենք ունենք Արևան Թուրքիա, որի այդ խնդիրներ ունենք լուծելու եւ այդ խնդիրները լուծելու համար այդ երկու նախադասությունը խանգարելու է։ Բայց մենք ունենք եւ հիմա էլ ունենք, այն ժամանակ էլ ունենք ազգայնական մեծ թեւ որը եւ ժողովրդի մեջ ունի մեծ հենարան, նրանք կարողացան ճնշել, հասնել դրան, որպեսզի դա դաշնակցություններ հիմնականում, բայց ինչ որ լինի, դա արդեն եղել է, դա արդեն գրվել է։ Տեսեք, ձեր հարցի մեջ մի կտոր հնչեց, որին ես հատ ուզում եմ առանձնացնել, ասում եք նշանակություն չունի թե ով է պահանջում, որպեսզի որ դա հանվի։ Եթե այդ պահանջը հնչեր Հայաստանի Հանրապետությունից, ենթադրենք լրագրողների միությունը, նախաձեռներ կոչ, որ սահմանադրությունից հանվի այդ կետը, որովհետև կոնֆլիկտային է այդ կետը։ Ադրբեջանցիների դուրը չի գալիս։ Եվ այդ կոչին միանային էլի մարդիկ, ես միանայի իրավապաշտպաններ եւ իշխանություններն ասային, գիտեք, հա, պահանջ կա, եկեք քննարկենք։ Քննարկեին եւ հանեին, դա նորմալ կլիներ։ Բայց երբ այդ պահանջը հնչում է հարևան երկրից, պահանջ ձևավորել, բայց երբ այդ պահանջը հնչում է հարևան երկրից, դա արդեն շատ լուրջ է։ Չափից ավելի լուրջ է, դա պահանջ չի, դա առաջարկություն չի, դա թելադրանք է։ Հարևան երկրից թելադրում են մեզ։ Նրանք էլ ասում են, դե գիտեք, կոնֆլիկտ է, ադրբեջանցիները չեն ցանկանում նման տող, կոնֆլիկտ է։ Ես կարող եմ ձեզ ասել, եթե մենք բացենք Հայաստանի Հանրապետության այս մեր տարածաշրջանի քարտեզը եւ հենց առաջին հայացքով, հենց նայենք քարտեզին, կտեսնենք, որ կոնֆլիկտն արդեն կա։ Մեր ներկայությունը այս տարածաշրջանում ինքնին կոնֆլիկտ է։ Ինչ անենք մենք։ Գլուխներս առնենք եւ հեռանանք Փաշինյանի գլխավորությամբ։ Ուր գնանք։ Մեր ներկայությունը այս տարածաշրջանում ադրբեջանցիները կարող են որպես կոնֆլիկտ դիտարկել։ Տեսեք իշխան Մեր հայերեն խոսելը, մեր դրոշը կարող է դիտարկվել որպես կոնֆլիկտ։ Ինչ վաղը կարող են նրանք մեզ առաջարկել փոխել մեր դրոշը, որովհետեւ այդ դրոշով մենք նաեւ կռվել ենք ադրբեջանցիների դեմ։ Թուրքերի դեմ ենք կռվել 20 թվականին այդ դրոշով։ Ինչ անենք մենք։ Փոխենք դրոշը։ Այսինքն երբ որ դրսից հնչում են
պարտադրանքներ եւ այդ պարտադրանքները սկսում ես ներկայացնել որպես տրամաբանական զարգացում եւ սկսում ես հանձնվել դրան եւ կատարել այդ հանրարարությունները, այդ պարտադրանքները, հնչում են նոր պարտադրանքներ։ Մենք արդեն եկեղեցու թեմային անդրադարձել ենք, կարող եմ վերադառնալ։ Ես կարծում եմ, որ դատելով զարգացումներից, այն հրապարակումներից, որ հնչում են Բաքվից, եւ այն պահանջներից, որ հնչում են Բաքվից, կապված մեր եկեղեցու հետ եւ Փաշինյանի գործողությունները դառնում են համահունչ։ Ես չեմ բացառում, որ դրսից է հանձնարարությունը գնա եւ բարենորոգիր քո եկեղեցին, գնա եւ քո կաթողիկոսին լրացրու, գնա եւ քո կաթողիկոսին դատիր, գնա եւ հանիր պատճառ իշխանությունները այլ պատճառ են ներկայացնում։ Դե պատճառ կարող են, ասում են կուսակրոնությունը խախտել։ Դա ինչ որ առերևույթ պատճառ, բայց հիմնականում դա կապում են էլի ռուսական ազդեցության հետ։ Դե ուր է փաստերը, արդեն մի տարի ցավել է, ուր են այդ փաստերը, բոլոր կարելի է վաղը ինձ մեղադրել, էլի ինչ որ, ասենք թուրքական, ես շատ եմ գրել Հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի հոդվածներ, կարելի է ինձ հայտարարել նրանց լրտես։ Հօգուտ մեր հարաբերությունների վերականգնման։ Այո, ես միշտ եմ, բայց հիմա լռում եմ այդ մասին, քիչ եմ խոսում, որովհետեւ արդեն խոսում են իշխանություններ եւ աղավաղում են, նրանք բարեկամությունը խառնում են ենթակայության հետ։ Նրանք հարաբերությունները հարևանային բարի դրացիությունը խառնում են ենթակայության հետ, թելադրանքների հետ են խառնում։ Եթե նրանց թելադրանքները կատարում ես, ուրեմն դու լավն ես, մոտավորապես այդպես։ Պարոն Հարությունյան, վերադառնալով նորից քաղաքական դաշտին եւ ընդդիմության մի թևի, մեծ թևի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր մոտ 1 ամիս առաջ ընդդիմության համախմբում եւ ինչ որ գործընթացներ, որից մենք տեղյակ չենք, նա ասում է, որ թաքուն են ընթանում։ Ձեր կարծիքով ընդդիմության համախմբում կարող է լինել եւ ինչ կարող է դա տալ։ Իմ կարծիքով դրա կարիք չկա բոլորովին։ Ինչու՞։ Ինչի համար համախմբվեն։ Որ ինչ իշխանափոխություն են ուզում նորից։ Որ իշխանափոխության լավագույն տարբերակը ընտրություններն են։ Ընտրություններից առաջ է պետք համախմբվել։ Եվ այդ կոչը հնչել էր։ Եվ Սամվել Կարապետյանն այդ կոչը չընդունեցին։ Հիմա ընտրություններն եղել ավարտվել են։ Ինչի համար են համախմբվում։ Եվ նոր տարին միասին պետք է նշեն։ Ինչ պետք է անեն։ Իրար ծնունդի պետք է հյուր գնան։ Նորից պայքարեն իշխանում։ Արդեն ճանապարհը մենք 600 անգամ անցել կամ միգուցե արտահերթ զարգացումներով իշխանական։ Մենք այդ ճանապարհը քանիցս անցել ենք, այդ ճանապարհը մեզ տարել է փակուղի։ Չի լինում։ Հետընտրական զարգացումները այնպիսին, նույնիսկ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը չկարողացավ պատճառ եւ առիթ հանդիսանալ իշխանափոխության, պատկերացրեք, ինչ զարգացումներ պետք է լինեն, որ ժողովուրդը դուրս գա հրապարակ, այս ընդդիմություններ պետք է ժողովրդին առաջնորդի եւ այս ժողովրդով գնան արտահերթ ընտրությունների հասնեն։ Չի լինելու նման բան, մի բարձ պատճառով, որովհետեւ այդպես չի աշխատում։ Գոնե մեզանում այդպես չի։ Եթե այդպես աշխատել է, ապա շատ քիչ 2008-ին է այդպես եղել։ 2018-ին է այդպես եղել։ 1988-ին է այդպես եղել։ Եվ մյուս երկրների փորձը նույնպես ցույց է տալիս, դա ամեն տարի չի լինում։ Ուկրաինայի փորձը, տեսեք, քանի անգամ Մայդաններ 10 տարին 1, 15 տարին 1, բայց հենց այնպես պատվերով, որ մենք հեսա կհամախմբենք իրար հետ ու կգնանք ժողովրդին կհանենք փողոց, դա ժողովուրդը փողոց դուրս է գալիս էլի նախընտրական զարգացումների ժամանակ, ոչ հետընտրական։ Հետընտրականները լինում են, երբ որ ճոճացող կեղծիքն, արդեն ասեցի 2008-ը դրա վառ օրինակն է։ Ճոճացող կեղծիքներով ժողովուրդը դուրս եկավ գնդակահարություններով, դատարաններով, ամեն ինչով կարողացան լրացնել։ Բայց հենց այնպես համախմբվել, այո, կարելի էր եւ պետք էր, կար դրա անհրաժեշտությունը։ Բայց ընտրություններից առաջ։ Այո, այդ ժամանակ իրենք կարող էին հաջողել։ Եթե նույնիսկ պարտության էլ չմատնեին իշխանություններին, գույս կհաջողեին։ Բայց բավականին հաջողել են, բավականին մեծ ներկայություն ունեն ազգային ժողովում։ Ունեն, հա, բավականին մեծ կարողացան հասնել նրան, որ պարլամենտում, ասենք, իշխանությունը չունի, այո, սահմանադրական մեծամասնություն չունի։ Իսկ եթե միավորված լինեին, շատ ավելի մեծ հաջողություն կգրանցեին։ Կհաղթեին արդեն։ Միքայել Լավ, պարոն Հարությունյան, Ուկրաինայից խոսեցիք, Զելենսկու հետ է Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել, Զելենսկին շնորհավորել է, մինչ այդ արտգործնախարարներն էին զրուցել, համագործակցություն, կառուցողական համագործակցությունը խորացնելու մասին այսպիսի ձևակերպումներ կան հաղորդագրություններում, մենք ինչ համագործակցություն կարող ենք ունենալ Ուկրաինայի հետ։ Ես չգիտեմ, բայց չենք ունեցել երբևէ, չէ՞, կարծեք թե սերտ համագործակցություն, բայց դուք Ուկրաինայում լինում եք, ծանոթ եք քաղաքական, քաղաքացիական դաշտին,
Պուտինին, վերջերս նույնպես եղել եք, մենք ինչ համագործակցություն կարող ենք կառուցել Ուկրաինայի հետ։ Այս զանգերը, եթե նույնիսկ համագործակցություններ էլ շոշափելի չլինեն, այս զանգերը արդեն շատ դրական են, ասեմ, որ Ուկրաինայում դրանք շատ ոգևորիչ են ընկալվում մարդկանց կողմից, որովհետև տպավորություն կար, ոչ թե տպավորություն, այլ իրականությունն էլ հենց այդ էր, Ուկրաինայում տպավորությունը հետևյալն էր, որ Հայաստանը թշնամի երկիր է։ Ոչ թե ոչ բարեկամ երկիր, այլ թշնամի երկիր։ 2014 թվականից հետո բոլոր միջազգային հարթակներում Հայաստանը քվեարկել է Ռուսաստանի թելադրանքով Սերժ Սարգսյանի իշխանավարման բոլոր տարիներին եւ բոլոր օրերին եւ ի վնաս Ուկրաինայի ակնհայտ ոտնձգությունների դեպքում նույնպես եւ Հայաստանը այո դիտարկվում էր ոչ կամեցող, ոչ բարեկամ երկիր։ Հիմա արդեն դիտարկվում է որպես երկիր, որը բարեկամ է կամ բարեկամ դառնալու ճանապարհին է, դա շատ նորմալ է։ Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ, թվում նաեւ Ուկրաինայի հետ, նաեւ Ռուսաստանի հետ։ Բոլորի դրական գիծ գտակ իշխանությունների քաղաքականության։ Հա, իհարկե, ամենտեղ էլ միշտ մի բան կա լավ։ Տեսեք, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, ես չասեմ վերջին պատերազմը, լայնածավալ, հենց առաջին փուլից Ադրբեջանը միշտ էլ Ուկրաինայի հետ կարողացել է պահել լավ հարաբերություններ, ունենալով փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այսօր էլ տարբեր բացասական երևացող նոտաները եթե հանենք, էլի Ադրբեջանը ունի Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություն, ընդհանուր նավթատար, ընդհանուր գազատար, միասին շրջանցում են բազմաթիվ բարդություններ միջազգային այդ բաներից, բայց նաև Ուկրաինայի հետ ունի հարաբերություններ։ Մենք էլ պետք է կարողանանք ոչ թե ի վնաս Ռուսաստանի բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ, այլ Ուկրաինայի հետ ունենալ լավ հարաբերություններ, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ եւ մնացած բոլորի հետ։ Առաջին հերթին իհարկե մեր հարևանների։ Ռուսաստանն է ցավոտ շատ վերաբերում, Ռուսաստանից երեք անմիջապես այդ հեռախոսազրույցից հետո Փաշինյանը եւ Զելենսկու Ռուսաստանից հիշեցրել են, որ Զելենսկին մասնակցել էր Հայաստանում Եվրոպական այդ համայնքի գագաթնաժողովին, ելույթ ունեցել եւ որ Հայաստանը չէր արձագանքել դրան։ Մենք պետք է Ուկրաինայի հետ առհասարակ մեր հարաբերությունները կառուցելուց Ռուսաստանի այդ կարծիք ցանկությունը։ Ռուսաստանը դա է ցանկանում։ Ռուսաստանը դա պահանջում է։ Այո, միգուցե մեր շահը կարող է դա Ես կարծում եմ բոլորովին չէ, մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը դժգոհելու է։ Բայց մենք չպետք է ենթարկվենք այդ թելադրանքներին։ Մենք այդ Ռուսաստանի արդեն ասացի Սարգսյանի օրոք, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք, մենք այդ թելադրանքներին անընդհատ ենք ենթարկվել, անընդհատ եղել ենք այդ թելադրանքների տակ, բայց դրանից մենք ինչ ենք շահել։ Մենք այսօր ունենք այն, ինչ որ ունենք եւ ունենք այդ բոլոր այդ զարգացումների հետևանքով։ Այնպես որ ես կրկնվեմ, ուղղակի մեր հարաբերությունները այլ երկրների հետ պետք է կառուցվեն։ Իհարկե հաշվի առնելով, որ Ռուսաստանը դժգոհելու է, հաշվի առնելով Ռուսաստանի ֆակտորը, բայց ոչ երբեք ենթարկվելով նրանց պահանջներին։ Նրանց պահանջը մեկն է՝ եղեք մեզ հլու հնազանդ։ Ռուսաստանն այս դեպքում Հայաստանին կողմ է համարում, սկսել է արդեն ակնարկել, որ պատերազմին կողմ է համարում։ Ես չգիտեմ ինչով է Հայաստանը պատերազմի կողմ, ոչ մասնակցություն։ Երբ որ Ուկրաինայի հետ, Զելենսկու հետ նման հարաբերություններ է փորձում կառուցել եւ Եվրոպան երբ որ սկսի արդեն պատերազմ, նման հայտարարություններ էլ կան, չէ՞, Եվրոպա-Ռուսաստան պատերազմ չի բացառվում եւ երբ որ Հայաստանը արդեն անդամակցության մասին օրենք է ընդունել, դեպի Եվրոպա է փորձում գնալ, արդեն կողմ է համարում, որ կարող է այդ պատերազմը։ Դա ռուսական պատկերացումն է, ես չեմ կարող մեկնաբանել ռուսական հիվանդագին պատկերացումները, նրանք պահանջում են իրենց բոլոր հարևաններից, մոտ ու հեռու հարևաններից լինել իրենց ազդեցության ոլորտը եւ իրենց ենթակայության տակ։ Նույն պահանջը հնչում է Հայաստանի նկատմամբ, Հայաստանը չունի պարտավորություն լինելու նրանց ենթական, բայց Հայաստանը ունի պարտավորություն իր երկրի, իր ժողովրդի նկատմամբ պարտավորություն լինելու զգույշ այդ հարաբերություններում, հաշվի առնելու, որ Ռուսաստանը այո վտանգավոր մեծ երկիր է, վտանգավոր երկիր է, մեր տարածաշրջանում լուրջ դերակատար է եւ հենց այնպես գնալ առճակատման նրանց հետ չի կարելի բախումների, բայց նաեւ բոլորի հետ պետք է կազմակերպել մեր հարաբերությունները, ինչ վերաբերվում է
պատերազմին շատ հնարավոր է այո որ լինեն մեծ պատերազմներ, բայց պատերազմները դրանք հենց այդ են սահմաններ են։ Դու պետք է լինես կամ այս կողմում կամ այն կողմում։ Ոչ մեկ չի նայելու աչքերին եւ ասի գեղեցիկ աչքեր ունի, եկեք սրանց սիրենք, փայփայենք, ասենք որ ինքը ոչ այս կողմից է, ոչ այն կողմից։ Երբ որ կլինի կգա կհասնի ընտրության պահը, երբ կլինի այոն այո, ոչը ոչ, պետք է երկրները պետք է կարողանան իրենց այոն ասել եւ իրենց ոչը ասել։ Որն է Հայաստանի իշխանությունների մեղքը կամ սխալը, որ Ռուսաստանի հետ մենք ունենք նման լրագրողները երբեմն նման հարցեր են բարձրացնում մեղադրելով Հայաստանի իշխանություններին։ Կա այստեղ որոշակի սխալ մեր կողմից, որ Ռուսաստանի հետ լարված է հարաբերությունները, թե ընդհանրապես որ Ռուսաստանը չի հանդուրժում իսկապես Հայաստանի որոշակի ինքնուրույն քայլերը։ Նախ Ռուսաստանը չի հանդուրժում Հայաստանի ինքնուրույն քայլերը, որովհետև Ռուսաստանը սովոր է, որ 30 տարի մոտավորապես Հայաստանը ինքնուրույն ոչ մի քայլ չի արել ու հանկարծ ինքնուրույն քայլ է անում։ Եվ երկրորդը, բայց Հայաստանը այնպես չի, թե Փաշինյանը քաջ առաջնորդը եկավ եւ սկսեց ինքնուրույն քայլեր անել։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուներ մեկ կարևոր խնդիր՝ ապացուցել Պուտինին, ապացուցել Ռուսաստանին, որ ինքը շատ ավելի ռուսամետ է, քան իր նախորդ Սերժ Սարգսյանը։ Եթե դուք հետ հայացք նետեք եւ հիշեք նրա բոլոր հայտարարությունները, նրա այցերը Մոսկվա, ապա կհամոզվեք սրանում։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է եղել, որը Սիրիա զորամիավորում է ուղարկել։ Դա նույնպես Փաշինյանի կողմից ձգտումն էր ապացուցել Պուտինին եւ Ռուսաստանին, որ ինքը շատ ավելի ռուսամետ է, շատ ավելի կրեմլամետ է, քան պատերազմը եղավ, պատերազմը ավարտվեց մեր պարտությամբ եւ հայ-ադրբեջանական խնդիրները լուծելու ողջ պատասխանատվությունը Փաշինյանը թողել էր էլի Մոսկվայի վրա, Պուտինի վրա, հույսը Պուտինն էր, հույսը Մոսկվան էր, կհիշեք Մոսկվա այցից առաջ գնում եմ տղաներին բերելու, վստահությամբ թե կգնա, Պուտինը Ալիևին կասի, Ալիևը տղաներին կտա, մոտավորապես այդ պատկերացումներն են։ Ուզում եմ ասել, որ Փաշինյանը իր էությամբ բոլորովին էլ արևմտամետ գործիչ չի։ Փաշինյանը դեմոկրատ էլ չի իր էությամբ։ Փաշինյանը շատ ավելի Պուտինամետ գործիչ է, շատ ավելի Լուկաշենկոյամետ գործիչ է։ Դեմոկրատ չի իր հայացքներով, պետության կառավարման մասին պատկերացումները շատ համահունչ են ռուսական զարգաց պատկերացումներին, ղազախական պատկերացումներին, ուզբեկական պատկերացումներին, ադրբեջանական պատկերացումներին։ Ես եմ այդ ամենով հանդերձ չի շնորհավորում։ Այո, այդ ամենով հանդերձ չէ, Փաշինյանը մի բացասական կողմ ունի Պուտինի համար։ Փաշինյանը իշխանության է եկել փողոցով, իսկ Պուտինները չեն սիրում փողոցից եկած իշխանություն։ Ընդհանրապես դա է պատճառը։ Չէ, դա պատճառներից մեկն է, չէ։ Այնուհետև այդ մեր պարտությանը հաջորդած զարգացումները, Արցախի կորուստը, այդ ամեն ինչը բերեցին, հասցրեցին նրան, որ Փաշինյանը ստիպված պետք է աներ քայլեր։ Արեց քայլեր, Ռուսաստանից ստացավ բացասական արձագանքներ, եւ կամաց հիմա հաշվի առնելով նաեւ Ռուսաստան արևմուտք լարվածությունը, արևմուտքն էլ իր կողմից է քայլեր անում, որպեսզի մեր տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, եւ օգտվում է Փաշինյանի այս երկու լարի վրա խաղալու այս փորձերից, արևմուտքը իր փորձերն է կատարում, Ռուսաստանը իր, արևմուտքը շոյելով, համոզելով, խոստանալով, Ռուսաստանը ստիպելով, ճնշումներով, վախեցնելով, տնտեսական սպառնալիքներով եւ պատժամիջոցներով, որոնք բավականին մեծ վնաս են տալիս մեր տնտեսությանը եւ դեռ հայտնի չի, հայտնի է ինչ սահմանափակումներ, բայց այսօր Ռուսաստանը Հայաստանի առաջ հանրաքվեի պահանջ է դրել ԵՄԹ-ի ԱՏՄ եւ որ դա պետք է Հայաստան անի մինչեւ տարեվերջ։ Պետք է Հայաստանը գնա դրան եւ ունի դրան չգնալու ռեսուրսներ։ Սա այն դեպքն է, երբ ես Փաշինյանի կողմից եմ, բայց ինչի համար հանրաքվե անի, ինչ հարցով։ Ինչ օրինակ Պուտինին պետք է ասենք մի օր կանչել Հայաստան եւ ասել արի հարցը ձևակերպի։ Ինչ հարցով։ Մեզ արևմուտքը չի էլ կանչում։ Եվ չի մոտակա 30-40 տարում չի էլ կանչելու։ Մոտակա 30-40։ Կարծում եմ, մեզ վիզային ռեժիմը առավելագույնն է լինելու, որ մենք ստանալու ենք։ Իսկ տնտեսական ճանաչումով մենք մեր աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը եւ Մոլդովայի օրինակը, հատկապես Մոլդովայի օրինակը, թե ինչ զարգացումներ են մեզ սպասում եւ ինչ է լինելու վերջը, մենք Մոլդովային նայելով կտեսնենք։ Նույն ոչինչ չի փոխվում։ Նույնիսկ բառապաշարն է նույնը։ Նրանց խնձորն էլ էր ворտնած, նրանց ծիրանն էլ էր ворտնած, նրանց գինիներն էլ գինի չէին։ Այդ ամեն ինչը վերաբերմունքը
նույնիսկ այսինքն ավելի շատ նույնիսկ պետք է մենք Մոլդովային նայենք, տեսնենք Մոլդովան չկործանվեց այդ ամեն ինչի հետևանքով։ Իհարկե դուժեցին լիք մարդիկ, իհարկե բիզնեսներ դուժեցին, իհարկե տնտեսությունը վատացավ գոնե ինչ-որ դրական է դա եւ դրական է լինելու Մոլդովայի համար, ինչի օրինակով էլ մենք կարող ենք դատել թե Հայաստանի համար ինչպես կարող է։ Դե Մոլդովան մի դրական կողմ ունի անմիջական սահման արևմուտքի հետ, Ռումենիան կողքն է, իսկ մենք անմիջական, եթե գոնե մեր մոտ կարողանային մեր իշխանությունները հասնել դրան, որ հայ-թուրքական սահմանը բացվեր, բայց տեսեք ինչքան ժամանակ է անցել, դրան էլ չեն կարողանում հասնել, սա արդեն մերոնց ապաշնորհության հետևանքն է, որ չեն կարողանում։ Նույն սահմանադրական փոփոխությունների պահանջն է։ Հա, դե չէ, թուրքերը սկզբից ասում էին չլինի Արցախը, կլինի բաց սահման։ Արցախը չկա, բայց սահմանը չկա, որովհետև ադրբեջանցիները թուրքերին ասում են մենք դեռ ակնկալիքներ ունենք, սպասելիքներ ունենք։ Հիմա ենթադրենք սահմանադրությունը եղավ, դրանից հետո ենթադրենք Ալիևը էլի սպասելիք ունեցավ։ Ես արդեն ասեցի, դրոշի գույները փոխել ենթադրենք։ Ինչ ենք անելու մենք։ Էլի թուրքերը պիտի մեզ ասեն, դե ավարտեք դրոշի գույները փոխեք։ Նոր ինչ ենք անելու, այսինքն անընդհատ զիջումներով մենք չենք կարողանալու հասնել դրան, որ բացվի հայ-թուրքական սահմանը։ Հակառակը աշխատելով ենք կարողանալու, ճիշտ աշխատելով, օգտագործելով մեր հնարավորությունները նրանց համադրելով, թե չէ ենթարկվելով, ես չեմ պատկերացնում։ Դա նույնիսկ փողոցում չի աշխատում։ Պարոն Հարությունյան, մեկ-երկու հարց մեր ներքին խնդիրներից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած որ առաջիկա 5 տարիներին պետք է $2 միլիարդ ունեցվածք հարստություն եւ վերադարձվի մեր պետությանը եւ համայնքներին։ Դա նույն ապօրինի գույքի ձեռքբերման վերադարձի խնդիրն է, դա նույն իր նախկին խոստումների թալանի վերադարձի խնդիրն է եւ այսպիսով այս հնարավոր կհամարում եք դատելով անցած 8 տարիները եւ դատելով ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ մեխանիզմը հիմա նոր սկսել է գործարկվել նաև այն, որտեղ մենք ունենք դժգոհություններ, որ ուշանում է, նա ասում է մեխանիզմը նոր սկսել է գործարկվել։ Ես չգիտեմ, այդ ինչ մեխանիզմ է։ Եթե մեխանիզմն է, որ մենք բոլորս տեսնում ենք, կառավարության նիստերին ասենք հասել, գնացեք ես ինչին ձերբակալեք, ինչին ձերբակալեք, կամ այսքան փող նրանից վերցրեք, այսքան, եթե դա է մեխանիզմը, դա մեխանիզմ չի։ Դա կոչվում է թալան, դա կոչվում է բռնություն, դա կոչվում է օրենքից դուրս գործողություններ։ Խոսքը ապօրինի գույքի հետ վերադարձի, այդ դրական, իրավական, գործնական։ Եթե այդ ամեն ինչը ես չգիտեմ, հիմա այն ինչ որ չեն արել 8 տարի, որոշել են անել 8 տարի անց, ես չգիտեմ, շատ մարդիկ ոգևորված սպասում են հենց դրան։ Հնարավոր է դա։ Ըստ թե արդեն ուշացած է ամեն դեպքում, որովհետև ես կարծում եմ արդեն իհարկե նրանք ովքեր որ պետք է կարողանային իրենց ունեցվածքը չգիտեմ, չեմ կարող այդ հարցին լուրջ պատասխանել, որովհետև ես չեմ պատկերացնում, թե իրանք ինչպես են կարողանալու այդ ամեն ինչ կազմակերպել։ Այդ գումարը օրինակներ բերեմ, օրինակ Գագիկ Ծառուկյանին վերցրել։ Ես արդեն ասացի, բայց դա օրենքի դաշտից էր, ասենք վերցնել մարդու սեփականությունը եւ ասել որ օրինական կերպով են օրինականացրել, սեփականացրել կամ սեփականացման հանցավոր։ Ես ունեմ սեփականության վկայագիր անօրինական ձեռքբերված։ Ձեր բնակարանը ես անօրինական ճանապարհով սեփականացրել եմ ինձ եւ ունեմ վկայագիր, որտեղ գրած է, որ դա իմն է։ Դուք չեք կարող դանակը դնել իմ կոկորդին եւ ասել, որ պատռել դա։ Դուք պետք է գնաք դատարան եւ դատարանով դե արդեն նրա ունեցվածքը պետությանն է։ Այո, պետական կառավարման։ Բայց եթե այդ ճանապարհով պետք է գնանք, անօրինական ճանապարհով, եթե առանց դա նույնն է մոտարապես։ Լավ, ենթադրենք, ասենք ինչ-որ օլիգարխ ռեկետով սեփականություններ է ձեռք բերել։ Հիմա էլ իշխանությունը պետք է ռեկետով այդ սեփականությունները նրանից խլի, մեզ համար ինչ տարբերություն ով է ռեկետ անում։ Ինչ տարբերություն։ Այս օլիգարխը, թե պետությունը, թե այն մյուս օլիգարխը։ Եվ վերջին հարցը պետք է արվի եւ ինչպես։ Պետք է արվի օրենքով, դատարանով, ամեն ինչ։ Բայց պետք է, այո, պետք է անպայման։ Նախ առաջինը պետք է արվի, ուսումնասիրվեն, այո, անօրինությունները բազմաթիվ ես ինքս գիտեմ մարդկանց, որոնցից խլել են, որոնց սնանկացրել են, բազմաթիվ դատական process-ներ կան, որոնք 2018-ին նույնիսկ որոշները սկսեցին, բայց հենց Փաշինյանից հանձնարարությամբ էլ լրացվեցին, կործանվեցին, փակվեցին այդ գործերը, չցանկացան։ Ես ինքս օրինակներ գիտեմ, չցանկացան,
չարեցին, իրենց խոստումները չկատարեցին, մարդիկ ողջավորված, գնացին դատարաններ, նախաքննական մարմիններ, տարան գործեր, նույնիսկ երկու գործարարի Փաշինյանը իր հետ Պետերբուրգից կհիշեք ինքնաթիռով բերեց Հայաստան, որ նրանք գնան եւ բողոքեն, եւ նրանք գնացին բողոքեցին, եթե հետաքրքրվեք, տեսնեք, որ նրանք արդեն կործանված են։ Մի խոսքով չարեց իշխանությունները, այս իշխանությունները չարեցին, չեմ հիշում, հիմա երկու հոգի էին, ես գիտեմ, որ նրանցից մեկը հետո Ռուսաստանում դատվեց։ Երկուսին էլ Փաշինյանը բերեց Պետերբուրգից իր հետ։ Նրանք իրեն հարց ուղեցին, որ մեզ սրընկացրել են, հիշում եք այդ դեպքը։ Այո, հիշում եմ անունները։ Անունները ես չեմ հիշում իհարկե։ Ես այլ անուններ գիտեմ, բայց չարեցին ոչինչ։ Հիմա եթե այսքան տարի անց որոշել են նորից վերադառնալ եւ սկսել զրոյից, լավ, երևի, թողանեն, բայց պետք է գա հասնի մի պահ, որ արդեն պետք է գծվի սահման եւ ասվի, որ մինչեւ այս սահմանը եղել է սա եւ սահմանից այս կողմ պետք է ասվի, որ ոչինչ այդպես չենք անում եւ ներում գոնե ինչ որ չափով շնորհվի, ես չգիտեմ, մի խոսքով սահման գծվի, որ հաջորդ իշխանություններն էլ չգան այս սրանցից չսկսեն խլել, էլ այդ նույն տարբերակով։ Որ այդ խլոցիներ չլինեն։ Խլոցիներ չլինեն։ Այո։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։